հրաժարականի հաջորդ օրվանից իսկ ինքը իր մտքում ծնել է նոր հանճարեղ պլան, քանի որ իր կյանքը կտրուկ փոխվել էր, ինքը չգիտեր ինչ աներ, եւ ենթադրում եմ, որ իմանալով, որ ինքը բանակցային գործընթացը եւ ոչ միայն բանակցային գործընթացը, կրկնում եմ, հիշեք էլի, ռազմական բալանսի մեծացում Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ, Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքների ընտանեկան բյուջեների մեծացում մեր մյուս բոլոր քաղաքացիներից նկատմամբ, այսինքն համամասնությունը Հայաստան Ադրբեջան-Հայաստան ռազմական բյուջեներ եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի ընտանիքներ ընդդեմ Հայաստանի բնակչության։ Այս երկու process-ները իրար հետ գնացել են։ Եվ 2018 թվականի դրությամբ ինքը տեսնում էր, որ բերել է փակուղի, ինքն է հայտարարել այս դահլիճում, ազգային ժողովում ասել է փակուղում է։ Տեսել է, որ բանակցային գործընթացը փակուղիում է, տեսել է, որ ռազմական բալանսը խախտված է, ինչը իդեպ ինքը գրում է Վլադիմիր Պուտինին իր նամակի մեջ։ Ինքը մտածել է, ահա շատ լավ, օքեյ, լավ, ինձ հանեցին իշխանությունն, այս իշխանազավթ ժողովուրդը իմ աստվածատուր իշխանությունը խլեց իմ ձեռքից, ժողովրդասլով նկատում եմ Հայաստանի ժողովրդին, ոչ թե մեզ։ Ես շատ լավ կսպասեմ, ակնհայտ է, որ պատերազմը անխուսափելի է, եւ սրանց հետո կասենք դավաճան, թուրք, թրքաբարո, հողատու դավաճան, եւ հետ կգանք իշխանություն։ Տեղի է ունեցել հետևյալը, Հայաստանի ժողովուրդը ի հեճուկս իրանց իմաստուն ժողովուրդը, հայ ժողովուրդը ժեղ չի, դեբիլ չի, հիմար չի, հայ ժողովուրդը աշխարհի ամենաիմաստուն ժողովուրդներից մեկն է, եւ հայ ժողովուրդը տեսել է, թե ինչ է ունեցել։